Ներդրումներ, արժեթղթեր, ֆինանսական շուկա, այս բառերը հաստատ լսած կլինես։ Արի հասկանանք, թե որն ինչ է և ինչպես կարող է քեզ օգնել։ Ֆինանսական շուկան ու արժեթղթերը միավորում են նրանց, ովքեր կամ ունեն գումար, կամ ունեն գումարի կարիք։ Արժեթղթերի միջոցով պետությունները և բիզնեսները ձեռք են բերում գումար, իսկ ներդրողները մասնակցում են նրանց հաջողությանը և ստանում են որոշակի եկամուտ իրենց ներդրումից։ Արժեթղթերի աշխարհը շատ մեծ է և այնտեղ կան տարբեր առանձնահատկություններով գործիքներ։ Արի այսօր պատմեմ քեզ ամենաշատ հանդիպողների մասին։ Պարտատոմսեր։ Դու կարծես պարտքով գումար ես տալիս պետությանը կամ ընկերությանը, որի դիմաց ստանում ես պարբերական վճարումներ, իսկ ժամկետի ավարտին հետ ստանում գումարդ։ Որպես կանոն պարտատոմսերը համարվում են համեմատաբար ցածր ռիսկայնությամբ և ցածր եկամտաբերությամբ արժեթղթեր։ Նշեմ, որ պարտատոմսերից ստացած եկամուտը չի հարկվում, ինչը միանշանակ պարտատոմսերի առավելությունն է։ Իսկ բաժնետոմս գնելով դու դառնում ես ընկերության մի բաժնի տերը և կարող ես ստանալ ընկերության շահույթից շահաբաժին կամ այլ կերպ ասած դիվիդենդ։ Որոշ դեպքերում կարող ես մասնակցել նաև ընկերության որոշումների կայացմանը։ Բաժնետոմսերը համարվում են ավելի ռիսկային գործիքներ, սակայն բարձր եկամուտ ստանալու հնարավորությունը մեծ է։ Եթե չունես բավականաչափ գումար և ժամանակ տարբեր տեսակի պարտատոմսերում կամ բաժնետոմսերում դիվերսիֆիկացված ներդրումներ կատարելու համար, կարող ես ձեռք բերել ներդրումային ֆոնդի փայ։ Այս դեպքում ներդրողից ֆոնդը հավաքում է գումար և իր հստակ ռազմավարությունների համաձայն ներդրում տարբեր արժեթղթերում։ Այս գործիքը օգնում է դիվերսիֆիկացնել ռիսկերը։ Ստացվում է, որ միանգամից ներդնում ես տարբեր արժեթղթերում և տատանումները քիչ են լինում, որի արդյունքում ռիսկը նվազում է, այսինքն մեկ կոնկրետ արժեթղթի պատճառով կորուստը փոխհատուցվում է մեկ այլ արժեթղթի շնորհիվ ստացած եկամուտով։ Խնայիր, ներդրումներ կատարիր, եղիր բարեկեցիկ։